Այսօր դժվար է պատկերացնել մեր կյանքը առանց հայերեն տառերի։ Նրանք մեր շուրջն են։ Մենք գրում եւ կարդում ենք հայերեն, բայց միշտ չէ որ այդպես էր։ Մոտ 1600 տարի առաջ, 4-րդ դարի վերջում Հայաստանում մարդիկ խոսում էին հայերեն, բայց որպես գրավոր լեզու պետությունը եւ եկեղեցին օգտագործում էին այլ լեզուներ՝ հունարենը, պարսկերենը, ասորերենը։ Հայերենով գիր եւ գրականություն ունենալը ազգապահպան խնդիր էր դարձել։ Դա լավ հասկանում էին կաթողիկոս Սահակ Պարթևը եւ զինվոր հոգեվորական ու պալատական գրագիր Մեսրոպ Մաշտոցը։ Նրանք դիմեցին հայոց արքա Ռամշապուհին եւ առաջարկեցին գտնել եւ վերականգնել հին հայերեն գրերը, որոնք նախկինում կիրառվել էին, բայց հետո ինչ-ինչ պատճառներով արգելվեցին եւ մոռացվեցին։ Ռամշապուհ արքան մեծ ոգևորությամբ ընդունեց գաղափարը։ Նրա աջակցությամբ Հայաստան բերվեց հնում օգտագործվող հայոց գրերի տարբերակը 22 տառից բաղկացած։ Սակայն արագ պարզվեց, որ այդ գրերը չեն արտացոլում հայերենի բոլոր հնչյունները, եւ Մաշտոցը որոշում է մշակել այնպիսի այբուբեն, որում մեկ հնչյունին կհամապատասխանի մեկ տառ, իսկ մեկ տառին մեկ հնչյուն։ Մի քանի տարի Մաշտոցը աշխատում է հին աշխարհի գիտական կենտրոններում, փորձելով բացահայտել գրերի առեղծվածային գաղտնիքը։ Եվ 405 թվականին աստվածային հայտնությամբ նա տեսնում է մի տեսիլք, ժայռի վրա տաճված հայոց գրերի մեծատառերը։ Մաշտոցը գրի է առնում դրանք, հետո որոշում տառերի թվային արժեքները եւ տալիս համապատասխան անուններ։ Հայոց գրերի ստեղծման մասին լուրը մեծ խանդավառությամբ ընդունվեց Հայաստան աշխարհով մեկ եւ վերածվեց իսկական տոնախմբության։ Հայաստանում բացվեցին նոր գրերի ուսուցման բազմաթիվ դպրոցներ։ Առաջիններից մեկը Արցախում, Ամարասում։ Նորաստեղծ տառերով գրի առնված առաջին նախադասությունը Աստվածաշնչից մի հատված էր. «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարո»։ Ինչու հենց դա։ Երևի այն լավագույնս արտացոլում էր Մաշտոցի աշխատանքը, բացահայտել հայոց գրերի մեծ խորհուրդը, նրանց խորքային կապը հայոց լեզվի, հնուց եկած գիտելիքների հետ։ 36 տառից բաղկացած Մաշտոցի այբուբենը եւ գրային եւ թվային համակարգ էր։ Բացի այդ, այբուբենի միջոցով բացահայտվում, պահպանվում եւ սերունդներին է փոխանցվում հայերենում թաքնված գաղտնի ինֆորմացիան աշխարհի կառուցվածքի մասին։ Մաշտոցյան գրերի ստեղծումից հետո ծաղկեց ամբողջ հայ մշակույթը, կրթությունը, մատենագրությունը, ամրապնդվեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունը։ Այսօր Մաշտոցյան տառերը աշխարհի ամենակատարյալ ու կենսունակ այբուբենների շարքում են։ Ավելի քան 1600 տարի գործածվելով հայոց այբուբենը հասել է մեզ առանց փոփոխությունների։ Միայն 12-րդ դարում այն համալրվել է Օ եւ Ֆ տառերով, իսկ 20-րդ դարում ավելացել է եւ տառը։ Մաշտոցյան այբուբենը իր պատվավոր տեղն է զբաղեցնում համաշխարհային մշակույթի գանձարանում, հանդիսանալով հայ մարդու ինքնության կարևորագույն տարրերից մեկը, հայերի յուրօրինակ ազգային կոդը։